Խելքի բլից։ Բարի գալուստ Խելքի բլիցի տաղավար, որտեղ հաշվում ենք սրտի զարկերը, չափում արագությունը, ստուգում հիշողությունը։ Ձեր միտքը կարող է դառնալ ձեր դաշնակիցը կամ մրցակիցը։ Ծանոթանանք իրական մրցակիցների հետ։ Մարիամ Դավթյան, ապագա լեզվաբան է, սիրում է երգել ու երգերի միջոցով լեզուներ սովորել։ Ասում է գերբնական ուժ ունի, կարող է ցանկացած թեմայի շուրջ ինքն իր հետ վիճել եւ երկու կողմից էլ հաղթող դուրս գալ։ Ծանոթանանք մյուս մասնակցի հետ եւ տեսնենք ով է քո մրցակիցը։ Կատրին Հակոբյան, 20 տարեկան։ Սիրում է երգել եւ նվագել, ինչպես իր մյուս մրցակիցը, ավարտել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը, սակայն մասնագիտությամբ ապագա ֆինանսիստ է։ Ասում է ցանկացած ոճի երգ կարող է լսել ամենավատ ռապիզից մինչև դասականը։ Իսկ այսօր մենք քեզ Կատրին խնդրելու ենք եւս փոքրիկ կատարում, ռաբիզ թե դասական դու կարող ես ընտրել։ Ինչ կընտրես մեզ համար։ Ինձ թվում է կոմիտաս։ Հովարեք ծարեր։ Գնացինք։ Հովարեք սարեր ջան, հովարեք իմ դարդին դարմանարեք, սարերով չեն անում, սարերով չեն անում, իմ դարդին դարմանանում, իմ դարդին դարմանանում։ Այ այսպիսի երաժշտական տրամադրությամբ էլ սկսում ենք Խելքի բլիցը, ինչպես տեսակ արդեն մեր երկու մասնակիցներն էլ սիրում են երգել եւ շատ լավ են երգում։ Տեսնենք ինչպես կխաղան Խելքի բլիցում։ Ինտելեկտուալ խաղեր սիրում եք։ Այո։ Մասնակցել եք երբևէ, փորձել եք ձեր ուժերը, թեկուզ հեռուստատեսությամբ ինչ-որ խաղ դիտելով, միանալով մասնակիցներին։ Խելքի բլիցի խաղերն այո։ Շատ ճիշտ մեկնարկ է։ Իսկ դու Մարիամ։ Ես նույնպես նայելով, բայց առաջին փորձն է որպես մասնակցություն։ Շատ լավ, ես բացատրեմ մեր խաղի կանոնները, ունենալու ենք 3 փուլ, առաջին փուլում ոլորտն ընտրելու համար հնչեցնելու եմ 1 տրամաբանական հարց։ Ով առաջինը պատասխանեց ճիշտ հարցին, նա էլ կընտրի ոլորտը, իսկ եթե ոչ, կընտրենք ավանդական մեթոդը չինգաչունգը։ Մեզ մնում է հնչեցնել տրամաբանական հարցը։ Պատրաստ եք։ Այո։ Ուշադրություն։ Ըստ աֆրիկյան ժողովրդական ասացվածքի, առաջին մարդուն երկնքից երկիր իջեցնելու համար օգնել է ով է օգնել։ Մտածեք, ուշադիր եղեք հարցին, հարցում հնչեցվող բառերին և փորձեք կռահել պատասխանը։ Ըստ աֆրիկական ժողովրդական ասացվածքի, առաջին մարդուն երկնքից երկիր իջեցնելու համար օգնել է, եկեք փորձենք հասկանալ ով կարող էր օգնել, և փորձենք նաև կռահել, որ ասացվածք աֆրիկական է։ Դե ինձ թվում է այդ ժամանակ Աստծո գոյությունը մի քիչ Աստծո մի կողմ գնանք, փորձենք հասկանալ Աֆրիկայում ինչեր կան։ Անապատներ։ Ոչ, սխալ պատասխան, Կատրին, քո տարբերակը։ Չգիտեմ, ջունգլիներ։ Ոչ, չունենք պատասխան, պետք էր կենդանական աշխարհ մտնել, որովհետև օգնել է ընձուղտները։ Այո։ Քանի որ չունենք ճիշտ պատասխան, մենք կօգտվենք չինգաչունգի տարբերակից, այնպես որ փորձենք մեկից։ Հաղթում է Մարիամը, այնպես որ դու ընտրում ես ոլորտը եւ տեսնենք որ ոլորտն ես ընտրում։ Եկեք գրական դեմքեր։ Գրական դեմքեր, գրականություն սիրում եք։ Այո։ Դու, Կատրին։ Շատ լավ, գնացին գրական դեմքեր։ Սկսում ենք առաջին փուլը, ոլորտն է գրական դեմքեր։ Ուշադրություն։ Ով է Ծաղկած փշալարեր վեպի հեղինակը, Կատրին։ Գուրգեն Մահարի։ Ճիշտ է։ Ռաֆայել Պատկանյանի, որ հայտնի բանաստեղծությունն է դարձել երգ, որտեղ մայրը երգում է որդուն քնեցնելու համար։ Կատրին։ Արեիմ Սոխակ։ Ճիշտ է։ Ուշ միջնադարի, որ նշանավոր բանաստեղծի իրական անունն է եղել Հարություն Սայադյան։ Սայատնովա։ Ճիշտ է։ Որ քաղաքում է ծնվել Եղիշե Չարենցը։ Կարծում։ Ճիշտ է։ Որ պարսիկ բանաստեղծի վերջին գարնան մասին է գրել Ավետիք Իսահակյանը։ Աբուլ Ալա Մահարի։ Ճիշտ է։ Ով է հեղինակել Կայծեր վեպը։ Ռաֆին։ Ճիշտ է։ Դերենիկ Դեմրճյանը պատմական որ ժամանակահատվածում է գրել Վարդանանք վեպը։ 19-րդ դարում։
Մոտավորապես թվական ու ինչ էր այդ ժամանակ տեղի ունենում։ 1900 ինչ էր այդ ժամանակ տեղի ունենում։ 10-ականներին Չէ, ճիշտ պատասխան, Մարիամ։ Չգիտեմ։ Ճիշտ պատասխաններ երկրորդ համաշխարհայինի տարիներին, այնպես որ չունենք ճիշտ պատասխան։ Որ դարի Հայաստանն է նկարագրվում Վարդանանք վեպում։ 5-րդ Այո, արդեն ասեցինք։ Ինչ է Աքսել Բակունցի իրական ազգանունը։ Չունենք պատասխան։ Թևոսյան։ Ալեքսանդրապոլում ծնված որ հայ բանաստեղծի առաջին գիրքն է կոչվում Գարնանամուտ։ Կատրին։ Շիրազ Հովանես։ Ճիշտ է, բրա։ Իմ ամենասիրելի բանաստեղծ։ Ամփոփում էինք առաջին փուլը եւ ձեր տպավորությունների մասին։ Շատ լավ էր։ Շատ հետաքրքիր է։ Մակարդակը բավականին բարձրացավ։ Շատ լավ է։ Իսկ կար հարց, որը որ չգիտեիք, այսինքն Թևոսյան ազգանունը չէիք հիշում։ Չէիք հիշում։ Ծանոթ չէ։ Հիշում, բայց ծանոթ էր։ Իսկ որ հարցներ, որ այնտեղ որևէ մեկը մոռացել էիք։ Վարդանանքը Կայծեր վեպը։ Կայծերը ես էի մոռացել։ Կայծերը Ռաֆին է գրել, այո։ Դե ինչ ամփոփենք, տեսնենք քանի միավոր եք վաստակել առաջին փուլում։ Դե ինչ միավորները 5 միավոր վաստակում է Կատրինը եւ 3 միավոր Մարիամը։ Դե ինչ անցնում ենք երկրորդ փուլ եւ արդեն այստեղ քանի որ շատ միավորներ վաստակել է Կատրինը, ոլորտը ընտրելու ես դու, այնպես որ որոշիր։ Շատ լավ։ Հայ մարզիկներ, եկեք փորձենք։ Հայ մարզիկներ։ Գոհ եք ոլորտից։ Փորձենք։ Սպորտից ո՞նց եք։ Ես լավ չեմ, բայց փորձենք։ Իսկ դու հետևում ես իրադարձություններին։ Տեսնենք։ Բավականին ակտիվ, բայց տեսնենք։ Դե ինչ սկսում ենք երկրորդ փուլը, ոլորտն է հայ մարզիկներ։ Ուշադրություն։ Ինչ մականունով է հայտնի Վիկ Դարչինյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտում։ Պատասխան։ Կատաղած ցուլ։ Որ քաշային կարգում է աշխարհի չեմպիոն դարձել Սիմոն Մարտիրոսյանը։ 110։ Մոտ ես, փորձիր դու գուշակել։ 120։ Պետք չի լսել մրցակցին, ոչ։ 109։ Ուշադրություն։ Արսեն Ջուլֆալակյանը որ ըմբշամարտի ոճում է նվաճել օլիմպիական արծաթե մեդալ։ Հունահռոմեակ։ Ճիշտ է։ Ինչ գույնի մեդալ է նվաճել Արթուր Ալեքսանյանը Ռիո 2016 խաղերում։ Կատրին, ճիշտ է։ Ռիո 2016-ի եւ Տոկիո 2020-ի որ մարզաձևում է մրցել Հովանես Բաչկովը։ Ամբշամարտ։ Ոչ։ Բռնցքամարտ։ Ճիշտ է։ Մալխաս Ամոյանը քանի անգամ է դարձել Եվրոպայի չեմպիոն։ 3։ Ոչ։ 2։ Ոչ, 4։ Ռիփսիմե Խոշուդյանը ինչ մեդալ է ստացել Լոնդոն 2012 Ոսկի։ Ոչ։ Արծաթ։ Ոչ, բրոնզ։ Յուրի Վարդանյանը քանի անգամ է դարձել աշխարհի չեմպիոն ծանրամարտում։ 4։ Ոչ։ 2։ Ոչ, 7 անգամ է դարձել։ Քանի անգամ է Նազիկ Ավդալյանը դարձել աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն։ Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, առանձին։ Եկեք փորձենք 3։ 3 անգամ եւ աշխարհի եւ Եվրոպայի։ Ոչ։ 2 անգամ աշխարհի, 3 անգամ Եվրոպայի։ Ոչ, 1 անգամ աշխարհի եւ 2 անգամ Եվրոպայի։ Վերջին հարցը։ Ինչ մականունով է հայտնի Արթուր Ալեքսանյանը։ Սպիտակ արջ։ Ճիշտ է։ Ամփոփում ենք խաղը։ Կատրին, ինձ թվում է ռիսկային ոլորտ ընտրեցիր։ Հա, բավականին։ Բայց ինչ տպավորություններ ունեք։ Ինչ նոր հարցեր կային, որոնք իսկապես չգիտեիք կամ գուցե գիտեիք, բայց շփոթվեցիք։ Թե քանի անգամ են դարձել աշխարհի չեմպիոն, դրանք չգիտեի, Վիկ Դարչինյանը գիտեի, ուղղակի չէի հիշում։ Իսկ դու, Մարիամ։ Ընդհանուր հետաքրքիր էր խաղը, ծանոթացա նոր հարցերի։ Շատ լավ, ամփոփենք երկրորդ փուլը 4 միավոր վաստակում է Կատրինը եւ ցավոք 0 միավոր վաստակում է Մարիամը։ Իհարկե որքան էլ որ բարդ էին հարցերը, բայց կարողացար 4 միավոր վաստակել, էլի վատ չէ։ Մարիամ երրորդ փուլում պետք է դու շատ ուշադիր լինես։ Երրորդ փուլում արդեն մրցելու ենք առանձին եւ մեկը մյուսի համար պետք է ընտրեք ոլորտ, կարող եք ձեր մրցակցին նեղը գցել, եթե ուզում եք իհարկե։ Այնպես որ Կատրին, որոշիր Մարիամի ոլորտը։ Ինձ թվում է գրական հերոսներ։ Գրական հերոսներ։ Քանի որ գրականությունից Մարիամը շատ լավ է, դու նրա համար շատ լավ ոլորտ ես ընտրում։ Հիմա տեսնենք քո մրցակիցն ինչ ոլորտ կընտրի քեզ համար։ Եկեք աշխարհի կոմպոզիտորներ։ Քանի որ երաժշտական կրթություն ունեք երկուստ էլ, Կատրինա այս պարագայում լավ ոլորտ է կարծում եմ։ Դե ինչ սկսում ենք երրորդ փուլը, խաղում ենք Մարիամի հետ։
Որ հայտնի ստեղծագործության գլխավոր հերոսի հայրն է գյուղացի Համբոն։ Գիքորի։ Ճիշտ է։ Սասնածռեր էպոսում ով էր Դավիթի հորեղբայրը։ Մեծ մահերը։ Ոչ, Ձենովոհան։ Ով է աշխարհի ամենահայտնի դետեկտիվ կերպարը ստեղծված Արթուր Կոնան Դոյլի կողմից։ Շերլոկ Հոմս։ Ճիշտ է, բրավո։ Որ գրական հերոսն է սովորում Հոգվարթս կախարդական դպրոցում։ Ով էր սովորում Հորացու այնտեղ։ անունը։ Չունենք պատասխան։ Մի րոպե ասեմ։ Արագ ժամանակ չկա։ Հարի Փոթերն Հարի է ճիշտ Փոթեր, պատասխանը։ Ով է Միգել դե Սերվանտեսի վեպի գլխավոր հերոսը, որ պայքարում էր քամուջ ռաղացների դեմ։ Դոն Կիխոտը։ Ճիշտ է։ Ով է Շեքսպիրի ողբերգական պատմության հերոսը, որ սիրում էր Ջուլիետային։ Ռոմեոն։ Ճիշտ է։ Ով է Շարլոտ Բրոնտեի վեպի գլխավոր հերոսուհին, որ սիրահարվում է իր տիրոջը, միստր Ռոչեստրին։ Ջեյն Էյր։ Ճիշտ է։ Ով է Դանիել Դեֆոյի վեպի գլխավոր հերոսը, որ միայնակ հայտնվում է անմարդաբնակ կղզում։ Ռոբինզոն Կրուզո։ Ով է գրել Մակբեթ ողբերգությունը։ Շեքսպիրը։ Ճիշտ է։ Եվ վերջինը, ում էր սիրահարված Գետսբին համանուն վեպում։ Չեմ հիշի անունը։ Դեյզին էր նա սիրահարված, բայց կարծում եմ շատ լավ խաղացինք, մի փոքր պետք էր հիշել, որովհետև վստահաբար Ռոբինզոն Կրուզոն կարդացել ես։ Անպայման։ Էլ ինչ հարց կար, որ այնտեղ շփոթվեցիր եւ չէիր հիշում Հարի Փոթերը, բոլորի սիրելի։ Նայել ես, չէ՞։ Անունն էի մոռացել, հա։ Իսկ ընդհանուր գոհ ես հարցերից։ Այո։ Իսկ քո ակտիվությունից։ Այո։ Շատ լավ։ Գնացինք առաջ եւ այս պահին կարող ենք խաղալ արդեն Կատրինի հետ։ Ոլորտն է աշխարհի կոմպոզիտորներ։ Որ համաշխարհային կոմպոզիտորն է առաջին սիմֆոնիան գրել 8 տարեկանում։ Բեթհովեն։ Ոչ, Մոցարտ։ Որ հայտնի կոմպոզիտորի շնորհիվ եկեղեցական երգչախմբերում սկսեցին երգել նաեւ կանայք։ Շատ հայտնի է նա։ Պատասխան։ Բեթհովեն։ Ոչ, Բախ։ Որ կոմպոզիտորն է գրել Լուսնի սոնատը։ Բեթհովեն։ Ճիշտ է։ Որ համաշխարհային ջութակարն ու կոմպոզիտորն է սիրավեպ ունեցել Նապոլեոն Բոնապարտի երկու քույրերի հետ։ Ջուզեպե Վերդին։ Ոչ, Նիկոլո Պագանինի։ Ինչ է ռուս հայտնի կոմպոզիտոր Չայկովսկու անունը։ Հիշիր դպրոցի անունը, կարող ես հիշել, այդպեսի երաժշտական դպրոց կա։ Գիտեմ։ Պատասխան։ Ալեքսանդր։ Ոչ, Պյոտր։ Ջուզեպե Վերդիի օպերաներից որն է հատուկ ստեղծվել Եգիպտոսի Սուեզյան ջրանցքի բացման համար։ Չեմ հիշում։ Կնոջ անուն է, կարող ենք այդպես փորձել հիշել։ Աիդա։ Որն է Պյոտր Չայկովսկու օպերան, որը գրվել է Պուշկինի ստեղծագործության հիման վրա։ 9-րդ։ Ոչ։ 9-րդով չի։ Պատասխան չունենք։ Չէ։ Պուշկինի ստեղծագործությունները չենք հիշում։ Հիշում ենք Եվգենի Անյեգին։ Ճիշտ է, բրավո։ Երաժշտական ինչ գործիքով էր ստեղծագործում Ֆրեդերիկ Շոպենը։ Դաշնամուր։ Ճիշտ է։ Ով է աշխարհահռչակ Ֆաուստ օպերայի հեղինակը։ Օպերա։ Ստեղծագործության հեղինակը Գյոթեն։ Ոչ։ Շարլ Գունո։ Եվ վերջինը, ով է գրել Դոն Ժուան օպերան։ Չեմ հիշում։ Մոցարտ։ Մոցարտն է գրել։ Եվ քո տպավորությունների մասին։ Համարյա բոլոր հարցերի պատասխանները գիտեի։ Պարզապես խառնում էր բոլոր կոմպոզիտորներին։ Հիշողության խնդիրներ։ Իսկ որ կոմպոզիտորին ես ամենաշատը սիրում կամ նրա ստեղծագործությունները հաճախ լսում։ Բեթհովենին եմ հաճախ լսում, ամենահաճախը Լուսնի սոնատը։ Դա հստակ գիտեիր, այո։ Հա, հայ կոմպոզիտոր Եվգենի Օնեգինը դժվար հիշեցիր, բայց հիշեցիր։ Պուշկինի ստեղծագործությունը այդ ուղղությամբ չէի մտածել, հա, չէի հարցում ֆիքսել։ հենց ասում է, Պուշկինի ստեղծագործության Հա, հիման Պուշկինի վրա։ պահը չէի ֆիքսել, թե չգիտեի։ Եվ Շարլ Գունոն հավանաբար նորություն էր քեզ համար, Հա, Ֆաուստի հեղինակը։ Ֆաուստ ես լսել էի Գյոթեի ստեղծագործությունը։ Հա, բայց Երևի դրա օպերան հիման վրա է ստեղծվել։ Դե ինչ ամփոփենք նաև երրորդ փուլը եւ տեսնենք ով է առաջատարը։ Երրորդ փուլում 3 միավոր վաստակում է Կատրինը եւ 6 միավոր Մարիամը, երրորդ փուլում իսկապես ակտիվացար եւ կարողացար խաղի հաշիվը բավականին առաջ տանել։ Բայց չէր Կատրին, տեսնենք ով է այսօր հաղթում մեր ընդհանուր խաղի արդյունքում։ 12 միավոր վաստակում է Կատրինը եւ 9 միավոր վաստակում է Մարիամը, այսպիսով հաղթում է Կատրինը, շնորհավորում ենք քեզ, իսկապես լավ խաղ էր երկուսիդ կողմից էլ, մի քանի միավորի տարբերությամբ հաղթեցիր եւ ուզում ենք լսել քո տպավորությունների մասին ընդհանուր խաղի արդյունքում։ Շատ լավն էր խաղը, շնորհակալություն եմ հայտնում խաղի համար, շնորհակալություն եմ հայտնում մրցակցիս համար։ Հարցեր կային, որոնց պատասխանները գիտեի, ճշգրիտ, ուղղակի հիշողության խնդիրներ, որ չէի հիշում։ Ադրենալինի մակարդակ, լավ տպավորություններ, ինչ ասեմ, այսքանը։
Իսկ դու Մարիամ, դու ինչ կասես։ Ինձ համար էլ է շատ հետաքրքիր խաղ, շնորհավորում եմ մրցակցիս Շնորհակալ եմ շատ։ եւ մաղթում եմ մեզ եւ ձեզ Նոր նորանոր գիտելիքների հաջողություններ եւ պաշար, այո, որպեսզի գիտելիքներ։ կրկին գաք Խելքի բլիթ եւ հաղթական ավարտով գնաք։ Այո։ Եվ իհարկե վերջում մենք չենք կարող մեր հաղթողին Կատրինին թողնել առանց նվեր, հուսով եմ դու չես նեղանա։ Դե ինչ Կատրին, քեզ նվիրում ենք այս գիրքը, կարող ես կարդալ, հուսով ենք որ կհավանես, մեզ ցույց տուր, տեսնենք ինչ գիրք է։ Իհարկե։ Հուսով ենք չես կարդացել նախկինում։ Փոքր քայլերի մեծ արդյունքը ոչ չեմ կարդացել, սիրով կընթերցեմ։ Եվ կսովորես Շնորհակալ եմ ինչպես շատ։ փոքր քայլերով հասնել մեծ արդյունքի։ Այո։ Մարիամ, դու էլ կարող ես խնդրել Կատրինին, վերջացնելուց հետո քեզ էլ փոխանցի։ Իհարկե, մեծ սիրով։ Դե ինչ շնորհակալ եմ ձեզ խաղին մասնակցելու համար եւ շնորհակալ եմ նաեւ ձեզ սիրելի դիտողներ։ Հուսով եմ որ դուք էլ մեզ հետ վայելեցիք։ Մենք կհանդիպենք շուտով պայմանով որ կրկին ունենանք ադրենալինով եւ դրայվով լի խաղեր։ Խելքի բլիթ, գիտենք որ գիտես, մնում է հասցնես։